Հանուն հոր և որդվո և օգնի սրբո ամեն։ Ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում մինչև արևմուտք, մարդու որդու գալուստը այդպես կլինի, ուր որ դիակն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները։ Այդ օրերի նեղությունից անմիջապես հետո արեգակը պիտի խավարի, լուսինը իր լույսը չպիտի տա, աստղերը երկնքից պիտի ընկնեն և երկնքի զորությունները պիտի շարժվեն, ապա երկնքի վրա մարդու որդու նշանը պիտի երևա, և այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն, և պիտի տեսնեն մարդու որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով, զորությամբ և բազում փառքով, և նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, և պիտի հավաքեն նրա ընտրյալներին չորս կողմերից, երկնքի ծագերից մինչև մյուս ծագերը։ Թզենուց սովորեցեք առակը, որովհետև երբ նրա ոստերը կաղղեն և տերևը ցցվի, կիմանաք, որ ամառը մոտ է, նույնպես և դուք, երբ այս բոլորը տեսնեք, իմացեք, որ մոտ է նա դռների առջև։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչև որ այս ամենը կատարվի, երկինք և երկիր պիտի անցնեն, բայց իմ խոսքերը չպիտի անցնեն։ Բայց այդ օրվա և ժամվա մասին ոչ ոք չգիտե, ոչ երկնքի հրեշտակները, ոչ էլ որդին, այլ միայն հայրը։ Կարդացած դրվագը Մատթեոսի ավետարանից ներկայացնում է Տիրոջ երկրորդ գալուստը։ Եվ ասում է Տիրոջ երկրորդ գալստյան կարապետը պիտի լինի Տիրոջ նշանը, լուսավոր խաչը, որ պիտի երևա երկնակամարում, պիտի Տիրոջ առջևից գնա խաչը, և բոլոր ազգերը պիտի տեսնեն, ու հետո պիտի լինի Աստծո դատաստանը։ Այսօր գյուտ խաչի տոնն է։ Հայոց եկեղեցին տարվա մեջ 4 անգամ խաչի տոն է կատարում, այսօր վերջին տոնն է այս տարվա։ Առաջինը Երևման խաչի տոնն է, որ գարնանն ենք անում մայիս ամսին, երկրորդը խաչ վերածն է, որ սեպտեմբերի 15-ի մոտակա կիրակի օրն ենք անում, 14-ի մոտակա կիրակի օրը, երրորդը Վարագա Սուրբ խաչը, որ կատարվում է Սուրբ խաչ վերածից 2 շաբաթ հետո, և այսօրվա տոնը, որ խաչ վերածի 7-րդ շաբաթ տոնն է, այսինքն 6 շաբաթ հետո խաչ վերածից այսօրվա տոնն է, գյուտ խաչի տոն։ Այս տոնի հիմքում ընկած է 3 պատմական եղելություն։ Առաջինը Քրիստոսի խաչելությունից, հարությունից, համբարձումից քիչ հետո տեղի ունեցավ։ Ինչ եղավ։ Ասում է Գողգոթայի վրա ընկած մնացին Տիրոջ և 2 ավազակների խաչերը։ Խաչն ինչ էր։ Սպանության գործիք էր, մահապատժի գործիք էր, ոչ մեկին հետաքրքիր չէր։ Եվ այդպես մոռացված մնացել էին և ծածկվել էին խոտերով, կանաչով ժամանակի մեջ։ Եվ ասում է գարնանային մի գեղեցիկ օր երեխաները, որ խաղում էին այդ բարձունքի վրա, Գողգոթայի բարձունքի վրա, երեխաներից մեկը, որ կաղ էր, խաղի ընթացքում հանկարծ դիպավ խաչին և սկսեց աղաղակել։ Աղաղակեց, որ իր կաղ լինելը անցավ, ինքը բժշկվեց և ասեց այ այստեղից ես բժշկվեցի, այ այս զորությունից և բժշկվեցի և սկսեց փառաբանել Աստծուն։ Լուրը շատ արագ տարածվեց և բոլորն եկան հանեցին Քրիստոսի խաչափայտը։ Եվ խաչափայտի միջոցով բազմաթիվ հրաշքներ և նշաններ եղան։ Մարդը չգտավ, մարդու ոտքերի տակ էր ընկած, բայց մարդը չգիտեր ինչա դա։ Աստված ցույց տվեց խաչի զորությունը այդ դեպքով, այդ միջոցով, և մարդիկ հաղորդվեցին խաչի զորությանը։ Խաչի զորությունը հրաշքներ էր գործում։ Եվ բարձրացրին խաչափայտը, Հակոբոս արտյառն եղբայրը, որ այդ օրվա եպիսկոպոսն էր Երուսաղեմի, հայրապետն էր, խաչափայտը վերցրեց իր մոտ և բարձրացնում էր, և շատ ու շատ հրաշքներ էին տեղի ունենում խաչի միջոցով։ Հրեաները նախանձից դրդված, որովհետև հակառակ էին Քրիստոսին և քրիստոնեության, քրիստոնեական ամեն մի եղելության, խաչափայտը խլեցին Հակոբոսից
եւ տարան դրեցին հրեական տաճարի մուտքի մոտ։ Եվ այստեղ էլ հրաշքներ եղան եւ մարդիկ վկայեցին, որ խաչից ճառագող զորություններ, որ այդ հրաշքները, այդ բժշկություններն անում էր։ Վերցրին խաչապայտը հրեաները այս անգամ էլ տարան մյուս երկու ավազակների խաչապայտերի հետ թաղեցին Քրիստոսի գերեզմանի մեջ եւ քարով վեմը ծածկեցին։ Այդտեղ էլ ասում է քարի ծերպերից ճառագայթում էր լույսը եւ բժշկում մարդկանց։ Անցավ մի որոշ ժամանակ, առաջի դարն ենք դեռ, Երուսաղեմ եկավ Հռոմի Կլավդիոս Կայսեր կինը, Թաքուին, Պատրոնիկե Թաքուին, որը քրիստոնյա էր դարձել Պետրոս առաքյալի քարոզությամբ։ Եկավ Երուսաղեմ եւ շրջում էր եւ աղոթում էր տերունական վայրերում, այն վայրերում, ուր Քրիստոսն ապրել էր եւ իր գործնեություններ ունեցել։ Եվ նաեւ բնականաբար եկավ Քրիստոսի գերեզմանը։ Բացել տվեց Թաքուին գերեզմանը, մտան գերեզմանը, ուզեցան գերեզմանը մաքրել, կարգավորել եւ գերեզմանում գտան 3 խաչապայտերը։ Հասկացան, իմացան, որ դրանցից մեկը Քրիստոսի խաչապայտն է եւ բայց տարբերել չէին կարողանում, ինչ եղավ, նորից մի դեպք տեղի ունեցավ, հրաշք։ Թաքու դստերերից մեկը, որ իրեն ուղեկցում էին, այդ պահին հանկարծ մահացավ։ Եվ խաչապայտերը հերթով դնելով մահացած աղջկա վրա, Քրիստոսի խաչապայտից մեռելը հարություն առավ եւ ճանաչեցին Քրիստոսի խաչապայտը։ Հակոբոս Տյառն եղբայրը նորից խաչապայտը վերցրեց իր մոտ, Պատրոնիկե Թաքուին խնդրեց, որ խաչապայտից մի փոքրիկ մասունք տրվի իրեն, որ իր հետ տանի Ռոմ։ Այդպես էլ արեց։ Հակոբոս Տյառն եղբայրը խաչապայտից մի փոքրիկ մասունք տվեց Թաքուհուն, որ իր հետ տարավ Ռոմ, որը հետագայում եկավ Հայաստան Ռիփսիմե կույսի միջոցով, որը հետո դարձավ մեր Վարագա Սուրբ խաչը, որտեղ պահվեց Վարագա լեռան վրա։ Ուրեմն այս երկրորդ գյուտն էր, եւ խաչապայտը մնաց Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառն եղբոր մոտ, որը ասում է ամեն օր ծաղկազարդից մինչև խաչ վերած բարձրացնում էր Քրիստոսի խաչը եւ խաչին երկրպագում էին։ Խաչի քո երկրպագեմ, այդ աղոթն էին անում, որ մինչև այսօր մեր եկեղեցին անում է այդ տոնական օրերին։ Բայց ասում է Կլավդիոս Կայսերից հետո գահ բարձրացավ Ռոմում Ներոնը, որը քրիստոնեության հակառակորդ էր, թշնամի էր եւ հալածում, սպանում, ոչնչացնում էր քրիստոնեությունը իր տերության սահմաններում։ Եվ այս բանից օգտվելով ասում է հրեաները սպանեցին Հակոբոս Տյառ եղբոր առաքյալին եւ խաչապայտն էլ վերցնելով տարան Գողգոթայում մի խորը փոսի մեջ թաղեցին ավազակների խաչապայտերի հետ։ Եվ անցավ 250-300 տարի շուրջ։ Եկանք հասանք 4-րդ դար։ 4-րդ դարում արդեն Ռոմեական կայսրության մեջ քրիստոնեությունը հռչակված էր ազատ կրոն։ Եվ Կոստանդիանոս կայսրը իր մայրը Հեղինեն քրիստոնյա էր եւ ուզեց աստվածային տեսիլքով հրաման ստացավ գնալ Երուսաղեմ եւ տերունական վայրերում տաճարներ կառուցել։ Քրիստոսի ապրած տեղերում, Քրիստոսի գործած վայրերում եկեղեցիներ կառուցել։ Եվ իր որդուն հայտնեց իր տեսիլքը, իր ցանկությունը եւ Կոստանդիանոս կայսրը աջակցեց իր մորը եւ Հեղինեն եկավ Երուսաղեմ։ Եկավ Երուսաղեմ, կառուցեց Սուրբ Հարության տաճարը, նաեւ բնականաբար փնտրեց խաչապայտը։ Արդեն այդ ժամանակ 250-300 տարիներ հետո խաչապայտի տեղը չգիտեին։ Միայն իմացան, որ մի հրեա մարդ կա Հուդա անունով, որը ունի հին մատյաններ, որտեղ կա խաչապայտի մասին հիշատակություն, որից կարող են խաչապայտի տեղն իմանալ։
Թագուհին հրամայեց բերել տվեցին Հուդային, բայց Հուդան հրյա լինելով հրաժարվեց խաչապայտի տեղը ասելուց։ Թագուհին ինչպես համոզեց, Հուդան համառեց իր մերժումի մեջ, ի վերջո թագուհին ստիպված Հուդային բանտարկեց մի չորացած ջրհորի մեջ, ցամաքած ջրհորի մեջ։ 6 օր Հուդան սոված ծարավ մնաց ջրհորի մեջ եւ ի վերջո համաձայնվեց խաչապայտի տեղը ասելուց։ Եվ երբ տեղը ցույց տվեց, սկսեցին փորել, որտեվ մեծ խորության վրա էր թաղված։ Փորում էին, խաչապայտը չէին գտնում, տարակուսում էին, մտածելով, որ թերևս Հուդան ճիշտ չի ասել, սուտ է ասել, խաբել է, բայց թագուհին համառում էր, ստիպում էր, որ փորել, առատ պարգևներ էր տալիս փորողներին։ Ավանդույթն ասում է նույնիսկ ոսկի էր շահ տալիս այդ տեղում, որպեսզի հավաքեն եւ փորեն։ Ի վերջո ասում է 20 կանգուն խորության վրա գտան 3 խաչապայտերը։ 20 կանգունը, որպեսզի պատկերացնենք ինչքան է, դա մոտավորապես 9 մետր խորությունն է։ 3 հարկի բարձրությամբ, այդքան փորեցին։ Եվ գտան 3 խաչապայտները, Քրիստոսի եւ 2 ավազակների խաչապայտները։ Նորից արդեն հրաշքով ծանր մահամերձ հիվանդի վրա դնելով եւ առողջանալու հրաշքը տեսնելով հասկացան, որն է Քրիստոսի խաչապայտը։ Եվ այստեղ արդեն վերջնականապես գտնվեց Քրիստոսի խաչապայտը, որը տեղադրվեց Սուրբ Հեղինե թագուհու կողմից կառուցված Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում, այն տաճարում, որը կառուցված է Քրիստոսի գերեզմանի եւ Գողգոթայի վրա։ Տեղադրվեց խաչապայտը եւ տոն սահմանվեց խաչ վերացի տոնը։ Սեպտեմբեր 13 եկեղեցու նավակատիքը, սեպտեմբեր 14 խաչ վերացը։ Ուրեմն այս էր այն պատմությունը, որ կապված էր խաչի գտնվելու հետ։ Մենք ասում ենք գյուտ խաչի տոն, այս տոնը այդպես է կոչվում, գյուտ խաչի տոն։ Գյուտ բառը ամենապարզ իմաստով նշանակում է գտնել, բայց ինքը միայն այդ պարզ իմաստը չունի գտնելու, ինքը նաև ունի գյուտ բառը մենք հայտնագործության իմաստով ենք օգտագործում, ասում ենք մարդը գյուտ արեց, մի բան հայտնագործեց, մի բան գտավ, ոչ թե ֆիզիկական գտնելու մասին է խոսքը, այլ մի բանի հասնելու, մի բան ձեռք բերելու, մի բան հայտնագործելու առումով։ Եվ այս շատ կարևոր է, գյուտ խաչը այս իմաստն ունի։ Ոչ միայն ֆիզիկապես գտնվեց Քրիստոսի խաչապայտը, այն փայտը, որի վրա Քրիստոս խաչվել էր, այն փայտը, որի վրա Քրիստոս պատարակվել էր, այն փայտը, որը ներկվել էր Քրիստոսի սուրբ արյամբ, այլ նաև Աստված այս միջոցով իր զորությունը հայտնեց մեզ եւ խաչի խորհուրդը տվեց մեզ, ինչի մասին այսօրվա ընթերցվածքում Պողոս Առաքյալն ասում էր խաչի քարոզությունը հեթանոսների համար հիմարություն է, հրյաների համար գայթակղություն է, բայց մեզ Քրիստոսին հավատացողներիս համար Աստծո զորությունն է, որտեղ ամբողջ ավետարանի մեջ սկզբից մինչև վերջ այսպես կարմիր թելով, եթե կարելի է այդպես ասել, գնում է խաչի խորհուրդը։ Ինչ է խաչի խորհուրդը։ Խաչի խորհուրդը մեր փրկության ճանապարհն է։ Խաչը ճանապարհ է։ Ավետարանում մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, եթե մեկը իր խաչը չվերցնի եւ իմ ետևից չգա, երկնքի արքայություն չի հասնի։ Չի ասում ուղակի եկեք իմ հետևից, ասում է խաչը վերցրեք, նոր եկեք իմ հետևից, խաչով պիտի գնաս Քրիստոսի հետևից, առանց խաչի չես կարող Քրիստոսին հետևել, առանց խաչի չես կարող հասնել երկնքի արքայության։ Մենք ուզում ենք հասնել երկնքի արքայության, մենք ուզում ենք Քրիստոսի աշակերտները լինենք, մենք ուզում ենք Քրիստոսի հետևորդները լինենք, բայց մենք չենք ուզում խաչով գնանք, մենք ուզում ենք առանց խաչի ընթանանք այդ ճանապարհը։ Երուսաղեմում կա խաչի ճամփան, այսինքն այն ճանապարհը, որով Քրիստոսն անցավ։ Ինչ ճանապարհ է դա։
այնտեղից, որտեղ Քրիստոսին դատեցին, որտեղ որոշեցին, որ Քրիստոս պիտի խաչվի, այդ տեղից մինչև այն տեղը Գողգոթան, որտեղ Քրիստոս խաչվեց։ Եվ այս խաչի ճամփան հանգրվաններ ունի։ Մի քանի հանգրվաններ, որոնք կապված են ավետարանական իրողությունների հետ, թե Քրիստոս այդ ճամփան ինչպես անցավ։ Ճանապարհի մի տեղում Քրիստոս խոսք ասեց, մյուս տեղում ինքը ընկավ, մյուս տեղում լաց եղավ Երուսաղեմի վրա, մյուս տեղում խաչ իր ուսերից վերցրեցին, դրեցին Սիմոն Կյուրենացու ուսերին, եւ այսպես խաչի ճամփան գնում է։ Եվ բոլոր ուխտավորները, որ գնում են Երուսաղեմ, փափագում են այդ ճամփան անցնել։ Այսինքն այն ճանապարհը, որով անցավ, իհարկե, այսօր այդ ճանապարհը նման չի այն ժամանակվա ճանապարհին։ Այն ժամանակ դա քաղաքից դուրս մի վայր էր, Երուսաղեմից դուրս մի վայր էր, եւ Գողգոթայի բլուրն էլ քաղաքից դուրս էր, որտեղով տարան Քրիստոսին խաչեցին։ Ամայի վայրերով էին գնում, բլուրներով էին գնում, դաշտերով էին գնում։ Այսօր այդ ամբողջը քաղաքի մեջ է եւ անցնում է շուկայի միջով, արաբական շուկան է այդտեղ։ Շուկայի միջով անցնում է այդ խաչի ճանապարհը մինչև Գողգոթա։ Ընդհանրապես խաչը ճանապարհ է։ Ինչ ճանապարհ։ Զղջումի, ապաշխարության, հատուցումի, տառապանքի, չարչարանքի, նեղությունների, վշտերի ճանապարհ է։ Մարդիկ կարող են մտածել, մարդիկ կարող են չընկալել, չհասկանալ, ասեն, միթե Աստված այդքան դաժան Աստված է, որ մեզ տվել է փրկության ճանապարհը վշտերի միջոցով, փրկության ճանապարհը նեղությունների միջոցով, փրկության ճանապարհը հալածանքների միջոցով, փրկության ճանապարհը դառնության միջոցով։ Աստված դաժան չի։ Գիտեք, Աստված իմաստուն է, սեր է, լույս է։ Աստված մեր ծնողն է, մեր սիրասուն հայրն է, այնքան մեզ սիրեց, որ իր որդուն չխնայեց, խաչի վրա մեզ համար պատարակեց, մեզ համար զոհաբերեց, այդ Աստվածը չի կարող դաժան լինել։ Բա ինչի այդ ճանապարհը։ Ծնողը, որ ուզում է իր զավակը լավ մարդ լինի, ինչ անում, դաստիարակում է, թե բրախում ասում է ոնց կգնա։ Եթե բրախի հազիվ թե մի լավ բան ստացվի, կներեք այդ բրախել բառի համար, ուղղակի ժողովրդական ձևով եմ ասում, այլ հոգ է տանում, դաստիարակում է։ Եվ այդ դաստիարակությունը այդ զավակի համար միշտ չի որ հաճելի է լինում։ Ասում է, այ պիտի այս բանը անես, այ պիտի ատամներդ լվանաս, չի ուզում լվանա, չի ասում է պիտի լվանաս, այ պիտի անկողինդ հարդարես, այ պիտի դասդ սովորես, այ պիտի ես ինչ բանն անես, ինչի, դաստիարակում է երեխային։ Իսկ այս դաստիարակությունը երեխայի համար տհաճ է, չի ուզում ատամները լվանա, չի ուզում դաս սովորի, չի ուզում որևէ բան անի։ Այ մեր դաստիարակության միջոցը էս է, ժողովուրդ ջան։ Մինչև մարդը չանցնի նեղությունների ու վշտերի միջոցով, մարդը մարդ չի դառնա։ Մարդը ճշմարիտ մարդ չի դառնա։ Այն մարդը չի դառնա, ինչպիսին Աստված ուզում է տեսնել մեզ։ Ժողովուրդն էլ էս բանը գիտի։ Ասում է, սովածը սովածի հարգը կիմանա, կամ ասում է, սովածը սովածի ղադրը կիմանա։ Եթե մարդը սոված չի մնացել իր կյանքում, ինքը երբեք չի կարա կարեկից լինի սովածին։ Եթե մարդը ցավ չի քաշել իր կյանքում, ինքը չի կարա ցավակից լինել ցավ ունեցողին։ Եթե մարդը նեղության մեջ չի եղել, ինքը չի կարա հասկանա նեղության մեջ եղողին։ Եթե ինքը հացի կարոտ չի եղել, եթե ինքը աղքատ չի եղել, չի կարող աղքատի վիճակը հասկանալ։ Սրանք շատ կարևոր բաներ են, եւ սրանք ոչ թե մեզ տանջելու համար են, այլ սրանք մեզ դաստիարակելու համար են, սրանք մեզ կատարյալ դարձնելու համար են, սրանք մեզ աստվածանման դարձնելու համար են։
Քրիստոսն ինքը չարչարանքների ճանապարհը անցավ։ Չարչարվեց, տանջվեց, անարգվեց, անպատվեց, թքեցին, ապտակեցին, ովքեր մարդը, Աստծո արարած մարդը մարդուն անարգեց, Աստծուն անարգեց, Աստծուն ապտակեց, չարչարեց, սոսկալի չարչարանքների ենթարկեց, այն ժամանակվա ամենադաժան մահվան գործիքով մահվան դատապարտեց։ Խաչի վրա 6 ժամ մեր Տեր Հիսուս Քրիստոս տանջվեց մինչև հոգին ավանդելը, արյունակամ լինելով, խաչից կախված տանջվելով։ Ուրեմն ճանապարհը փրկության խաչն է, եւ խաչի խորհուրդը մեզ համար ճանապարհ է, մենք պիտի խաչը վերցրած քայլենք։ Ուր քայլենք։ Որտեղ է փրկությունը։ Գողգոթայում։ Գողգոթան ո՞րն է։ Գողգոթան այնտեղն է, որտեղ Քրիստոս խաչվեց։ Այսինքն ամեն մի մարդ պիտի իր կյանքի ընթացքում բարձրանա Գողգոթա։ Բայց այդ ամեն ինչը չավարտվեց խաչելությամբ, այլ ինչով ավարտվեց։ Քրիստոսի հարությամբ, հաղթանակով, կյանքը հաղթեց։ Եվ այսօրվա ավետարանական հատվածն էլ ասում, այդ խաչի ճանապարհի վերջը ինչ պիտի լինի։ Լուսեղեն խաչը, որ պիտի երևա երկնքում։ Եվ բոլոր նրանք, ովքեր խաչի ճամփան անցան, լուսեղեն խաչը տեսնելով պիտի ուրախանան ու բերկրեն, պիտի ցնծան, պիտի փառավորեն Աստծուն, որտև հասավ իրենց փրկության օրը, հասավ իրենց փրկության ժամանակը, հասավ իրենց փափագածը, հասավ իրենց երկնքի արքայություն մտնելու պահը։ Այս շատ կարևոր է։ Եվ եթե մենք այս մտայնության մեջ ենք նայում այսօրվա մեր վիճակը, մեր եկեղեցու վիճակը, մեր ժողովրդի վիճակը, մեր ազգի վիճակը, եւ եթե այսպես չենք նայում, չգիտեմ ինչի մեջ կարանք հայտնվենք, մենք կարանք հուսահատվենք, մենք կարանք հուսալքվենք, մենք կարանք թևաթափ լինենք, մենք կարանք ընկճվենք, մենք կարանք այլևս ամեն բան կորցնենք, բայց եթե մենք այս համատեքստում ենք նայում այս ամեն ինչը, եւ այս ամեն ինչը նայում ենք որպես խաչի ճանապարհի, մեր ժողովրդի, մեր ազգի, մեր անձնական խաչի ճանապարհի մի հանգրվան, մենք կարող ենք ընկալել սա եւ հաղթահարել այս ամեն ինչը։ Հաղթահարելու համար է այս ամեն ինչը։ Ընթանալու համար է, ոչ թե ընկճվելու, ոչ թե հուսահատվելու, ոչ թե ձեռքերը ծալած նստելու, այլ ընդհակառակը ավելի զորանալու, Քրիստոսով զորանալու, հավատքի մեջ զորանալու, աղոթքներով զորանալու, պատվիրանապահությամբ զորանալու, Աստծուն հավատարիմ մնալով զորանալու ճանապարհը սա։ Սրբերից մեկն ասում է, եթե փորձություններ չլինեին, փրկվողներ չէին լինի։ Այսինքն, եթե աշխարհի մեջ փորձություններ չլինեին, ոչ մեկը չէր փրկվի։ Եթե այս փորձությունը մեր գլխին չգար, մենք էլ չենք փրկվի։ Ինչի համար։ Որտեվ թմիրի մեջ, նիրհի մեջ, իրար ջան ասելով, ջան լսելով, սենց պիտի գնանք դեպի կործանում, դեպի դժոխք։ Բայց հիմա Աստված մեզ ցնցեց։ Ասում է ուր եք գնում, չեք հասկանում, որ դժոխք եք գնում, մի հատ վեր կացեք, մի հատ արթնացեք, մի հատ սթափվեք, մի հատ նայեք։ Սխալ ուղղությամբ եք գնում, կանգ առեք, հետ դառեք։ Սկսեք ճիշտ քայլել, սկսեք ուղիղ քայլել։ Սկսեք ոչ թե աշխարհը փնտրել ձեր կյանքում, այլ սկսեք Աստծուն փնտրել ձեր կյանքում։ Սկսեք ոչ թե այս կյանքը ձեր համար հարմարավետ դարձնել, դուք էլ հարմարվել այս կյանքին, այլ հակառակը, փնտրեք երկնքի արքայությունը։ Սա է խաչի քարոզը, սա է խաչի ճանապարհը, սրա համար է խաչը գտնվել, սրա համար է Աստված հայտնել մեզ խաչը, որպեսզի մենք այս ընթացքով ընթանանք, այս ճանապարհով ընթանանք, եւ ամեն ինչը այս աշխարհի մեջ պիտի ծառայի այս ճանապարհին։ Ոչ թե մենք այս ճանապարհը թողած ուրիշ բաների հետևից պիտի ընկնենք, այլ ամեն ինչը պիտի ծառայեցնենք այս ճանապարհին։ Մենք
Ասում ենք լավ, էս էլ անեմ, էս էլ անեմ, էս էլ անեմ, հետո կանեմ։ Ասում է ուսուցիչը փորձում էր աշակերտներին բացատրել, թե ոնց պիտի մենք ճիշտ կազմակերպենք մեր ժամանակը, մեր օրվա կամ կյանքի ժամանակը։ Եվ ինչ է անում։ Մի հատ դատարկ ապակյա անոթ, ակվարիում է դնում աշակերտների աչքի առաջ եւ հանում է պայուսակից մեծ քարեր, այսպես, դնում է ակվարիումի մեջ։ Մի քանի քար դնում է, ակվարիումը լցվում է մինչև վերև։ Հարցնում է, ասում է, ակվարիումը լցվեց, աշակերտներն ասում են, այո, լցվեց։ Դե ասում են, նայեք։ Հետո պայուսակից հանում է փոքր քարեր, այսպես, ընկույզի չափ, եւ գցում է այդ քարերի արանքներից։ Ու նորից ահագին տեղավորվում է։ Երբ որ դրանք էլ ամբողջը լցվեց, աշակերտներին ասում են լցվեց, աշակերտներն արդեն վախենում են ասել, որ լցվեց, ասում են երևի։ Հետո պայուսակից հանում է ավազ եւ սկսում է լցնել այդ բոլոր անցքերի մեջ։ Ամբողջ ակվարիումը լցնում է ավազով, ինչքան որտեղ մնացել էր մեծ ու փոքր քարերի արանքում։ Հետո ասում են լցվեց ակվարիումը։ Ասում են լցվեց։ Հետո ջուրը հանում, ջուրն էլ սկսում է լցնել, ջուրն էլ գնում արդեն ավազի մեջ է ներծծվում, ավազի արանքներն է լցվում։ Հայ ասում է հիմա ակվարիումը լցվեց։ Ակվարիումը ձեր կյանքի կամ օրվա ժամանակն է։ Եթե դուք սկզբից ջուր լցնեք, քարերը էլ չեն տեղավորվի։ Եթե դուք սկզբից ավազ լցնեք, մեծ ու փոքր քարերը չեն տեղավորվի, իսկ մեծ ու փոքր քարերը, մեծերը մեր կյանքի ամենակարևոր գործերն են։ Մյուսները երկրորդ գործերն են։ Այն ավազը երրորդական, այն ջուրը չորրորդական, այսինքն մենք չենք ճիշտ գնահատում մեր ժամանակը եւ հաճախ լցնում ենք ջրով ու ավազով, մեկ էլ պարզվում է, որ այն կարևոր գործերի համար ժամանակ չմնաց։ Ասում ենք լավ, էս էլ անեմ, են էլ անեմ, են էլ անեմ, են այգու գործ անեմ, են տան գործ անեմ, են անեմ, են հետո կաղոթեմ։ Հետո ընկնում ես գործով, տեսնում ես էլ աղոթելու ժամանակ չի մնացել, ոչ էլ հալա մնացել աղոթ կանելու, արդեն քունդ տարավ։ Լավ, էս էլ անեմ, կգնամ հետո եկեղեցի։ Մինչև էս էլ անում ես, տեսնում ես պատարագից արդեն ուշացար, լավ, ասում ես այսօր ուշացա, չգնամ մյուս շաբաթ կգնամ։ Ինչի, որտև ջուրը եկավ բռնեց քարերի տեղը։ Ավազը լցվեց քարերի փոխարեն։ Ուրեմն խաչի ճամփան ընթանալու համար պիտի ամենից կարևոր քարը լինի մեզ համար խաչի ճանապարհը։ Այս մինչև չենք տեղավորել մեր ակվարիումի մեջ, ուրիշ բան չլցնենք ընդեր։ Ոչ ավազ, ոչ էլ ջուր։ Շնորհավոր Սուրբ Խաչի տոնը։ Թող տերունական Սուրբ Խաչը մեզ պահապան լինի։ Խաչ քո եղիցի մեզ ապավեն Տեր Հիսուս, հորժամ երևից փառոքոր ընդապն սուսավորս, անժամ մեկ մի ամաչես ցուկ ուսացյալ քսի քեզ, այս զորությամբ քով մեծավ բերկրես ցուկ ընդաչ մեկում է, որպես զորթից լուսո եւ զորթից տվնջան, ամեն։